Բրյուսելում Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի երկրորդ օրվա քննարկման օրակարգում է միավորման հաջորդ 7 տարվա բյուջեն, որն ըստ Եվրահանձնաժողովի առաջարկի պետք է կազմի 2 տրիլիոն եվրո։ Գագաթնաժողովի առաջին օրը կենտրոնացած է եղել Ուկրաինային աջակցության, Եվրոպայի պաշտպանության և անվտանգության վրա։ Նաև քննարկումներ են եղել Մոսկվայի հետ դիվանագիտական շփումների հնարավոր ձևաչափերի շուրջ։ Եվրոպական խորհուրդը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հայտարարություն է տարածել վերահաստատելով անսասան աջակցությունն Ուկրաինային, դատապարտելով Մոսկվայի վերջին հարձակումները և պատրաստակամություն հայտնելով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Խորհուրդը նաև ողջունել է Եվրամիությանը Կիևի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայի ապագան կերտվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով և որ միավորման ապագա անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Կիևի արագացված անդամակցությունը։ Իր հերթին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նշել է, որ Բուդապեշտի ջանքերով ԵՄ հռչակագրի վերջնական տարբերակից բացառվել է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը։ Ըստ Մադյարի, Կիևի անդամակցության շուրջ ԵՄ երկրների դիրքորոշումները խիստ տարբերվում են։ Հունգարիան նրա խոսքով այն երկրների շարքում է, որոնք անհրաժեշտ են համարում ավելի դանդաղ և փուլային գործընթացը։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն էլ հայտարարել է, որ պատրաստ է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը, քանի որ այն կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա։ Թուրքիան կոչ է արել արագացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Երկրի պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերը հայտարարել է, որ Անկարան կարևոր է համարում հնարավորինս շուտ հասնել լուծման, քանի որ այդ հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա։ Նրա խոսքով Թուրքիան ի սկզբանե հավասարակշռված սկզբունքային և կառուցողական քաղաքականություն է վարում և ՆԱՏՕ-ի այն քիչ երկրներից է, որոնք կարող են բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ռուսական հարվածներից Օդեսայում 1 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ Դնեպրոպետրովսկում զոհվել է 8-ամյա երեխա, Սումիում կա 2 զոհ։ Խարկովում և Խերսոնում կան տասնյակից ավելի վիրավորներ։ Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ Սև ծովում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է Պանամայի դրոշով նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի անդամներից մեկը, ևս 2-ը վիրավորվել են։ Հարձակման է ենթարկվել նաև Սենթ Քիս և Նևիսի դրոշով նավարկող նավը, 3 մարդ վիրավորվել է։ Մոսկվայի քաղաքապետն էլ հայտնել է մայրաքաղաքի երկնքում 6 անօդաչու խոցելու մասին։ Հունիսի 18-ին Մոսկվան ենթարկվել էր վերջին 2 տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակմանը։ ՀՕՊ համակարգերը խոցել էին մոտ 200 անօդաչու։ Հարվածի էր ենթարկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում են եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ըստ խորհրդի հայտարարության քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն առնչվող վերջին զարգացումները։ Անդրադարձ է եղել նաև ահաբեկչության դեմ պայքարին, իրավիճակին Սիրիայում և Իրաքում, Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում։ Հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Քննարկվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները։ Կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել արդար և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, կանխելով հակամարտության հետագա տարածումը մասնավորապես Սև ծովի տարածաշրջանում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։